Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը հացադուլից հետո կայուն է, սակայն լուրջ վնաս է հասցվել նրա առողջությանը։ Նա կորցրել է ավելի քան 6 կիլոգրամ, արյան ճնշումը բարձր է։ Կարմիր խաչը կարևոր դեր է ունեցել բժշկական օգնության տրամադրման հարցում, սակայն այժմ վտարվել է Ադրբեջանից։ Ջարեդ Գենսերի խոսքով Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների ազատման ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում։ Նախագահ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում Ալիևի գործողությունները որակել է որպես էթնիկ զտում։ Նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կպաշտպանի հալածված քրիստոնյաներին, այդ թվում Վարդանյանին։ Թրամփի վարչակազմը այդ դիրքորոշումը հայտնել է նաև դիվանագիտական խողովակներով։ ՄԱԿ-ի եւ Եվրամիության հայտարարությունները եւս կոչ են անում ազատել հայ գերիներին։ Գենսերը նշում է, որ Թրամփը խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում առաջնահերթ է համարում գերիների ազատումը։ Նա զգուշացնում է, որ Ալիևի անգործության դեպքում Թրամփը կարող է դիմել կտրուկ եւ անսպասելի քայլերի։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագիրը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։ Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Ղարաբաղում հաղթանակը դարձել է համերաշխության խորհրդանիշ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ նաեւ ողջ թյուրքական աշխարհի համար, ասել է նա։ Կարճ ճանապարհ Ադրբեջանը Նախիջևանին կապող, դժվար է պնդել, որ իրականում սա է Ալիևի սրտի ուզածը, որովհետև եթե նպատակները լինեին արդար տնտեսական, ապա հայկական առաջարկը ադրբեջանական կողմը չէր մերժի։ Հայկական կողմը արդեն ամենօրյա ռեժիմով է կրկնում, թե մասնավորապես ինչ ճանապարհ կարող է տրամադրել Բաքվին, ինչ սկզբունքով։ Նախորդին էլ արտգործնախարար Միրզոյանը թուրքական լրատվամիջոցին ասաց, ֆիզիկական ստուգումները նվազագույնի կհասցնեն, էլեկտրոնային սկանավորումներ կլինեն։ Առաջարկել ենք ներմուծել էլեկտրոնային հայտարարագրում, ինչը կթույլատրի արագացնել բեռների հոսքը։ Բացի այդ, մենք առաջարկել ենք կիրառել ապահովագրության եւ վերաապահովագրության մեխանիզմներ, անցման անվտանգությունն ապահովելու նպատակով։ Մեր ըմբռնումն այն էր, որ ադրբեջանական կողմի նախնական արձագանքը դրական էր, սակայն այժմ մենք նկատում ենք որոշակի անորոշություն։ Ինչու՞։ Դժվար է ասել, որովհետեւ մեր կարծիքով այս առաջարկի մերժման համար չկա հստակ ռացիոնալ բացատրություն։ Միջանցքի տրամաբանությունը, որը ենթադրում է սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է, պնդում է Միրզոյանը։ Հենց սա էլ փաստորեն հայ-ադրբեջանական հակասությունն է։ Ադրբեջանը բավական չէ անխոչնդոտ ճանապարհ, նաև երաշխիքներ է ուզում, որ իշխանափոխության պարագայում որոշումը փոփոխության չենթարկվի։ Հետադարձ ուժ չի ունենա։ Ցանկացած որոշում կարող է վերանայվել, քաղաքագետներն են ասում։ Դա կարվի թե ոչ այլ հարց է, բայց խնդիրը ոչ թե տեխնիկական մոտեցումն է, այլ ադրբեջանական նպատակը տիրել մեր երկրի հարավին, այլ ուժեր բերելով այնտեղ, այսպիսով ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական հարց լուծել։ Ինքը նայում է այդ պրոյեկտին այնպես, որ դա պետք է կապի Թուրքիան Ադրբեջանի հետ եւ Միջին Ասիայի հետ եւ դրանով Ադրբեջանի դերը կտրուկ պետք է աճի։ Երկրորդ նպատակը նա է, որ կտրել Հայաստանը Իրանից եւ ընդհանրապես ստանալ հնարավորություն ընդլայնել միջանցքը մինչեւ ամբողջ Սյունիքը։ Սա վերջնանպատակը չի, սա ուղղակի նրա համար չի, դե միջանցք են ուզում, գոնե միջանցքը մի ձև ապահովի։ Իրանք ունեն ռազմավարական նպատակ, սրա մասին չի կարելի մոռանալ։ Պարզ ասենք, անկախ այն բանից, թե ինչ երկրի ներկայացուցիչներ կվերահսկեն ճանապարհը, եթե նրանք հայեր չեն, հայկական ուժայինների ներկայացուցիչներ չեն, նշանակում է տարածքը մերը չէ։ Հետո, եթե փորձես նրանց հեռացնել քո տարածքից, կարող ես նաև ուժային բախման հանդիպել։ Եթե ելնում անենց ոնց որ իրանք են պատկերացնում դա արդեն նրանք փաստաթղթի հարց չի։ Դա նաև ուժային ինչ-որ լուծման հարց է, որտեղ եթե դա տարածք կա, որը ուրիշ բանակա վերահսկում, այնտեղ ինչ-որ ուրիշ ուժեր կան անվտանգային, եթե Հայաստանը մեկ էլ նոր որոշի վերանայել այդ ամենը, դա արդեն որոշակի ուժային գործողություն է ենթադրում։ Իրանք հասկանում են, որ հա կարելի է ցանկացած տիպի երաշխիքներ տալ, բայց շատ բան կարա փոխվի։ Իրավիճակը որքան պարզաջրվում, այնքան ավելի է մոտենում փակուղուն։ Ադրբեջանը իր տնտեսական հարցերը թե վերացական, թե իրանական ճանապարհներով կարող է լուծել։ Հայկական ճանապարհի մասին մեկ պատկերացում ունի, այստեղ պիտի կանգնեն զինված մարդիկ, որոնք հայեր չեն։ Հայկական մերժողական պատասխանը այս դիրքորոշմանը Ալիևը փորձում է ռազմական սպառնալիքի լեզվով մեղմացնել։ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են, ավելանալով 1.3 տրիլիոն դրամով։ Այսօրվա փոխարժեքով սա ավելի քան 3.3 միլիարդ դոլար է, ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։
Վարչապետն ասում է, ոչ ոք չի հերքում, թե մինչև 2018 թվականը բյուջեի աճ չի եղել։ Եղել է, բայց վերջին 7 տարիներին առավել մեծ տեմպ է ստացել։ Բայց 4.2 միլիարդ դոլարը օդից է ընկել, սիրելի ժողովուրդ, հարգելի ներկաներ։ Օդից չի ընկել, ըստ Փաշինյանի գումարը ձևավորվել է ստվերային տնտեսությունը արհեստական մենաշնորհները վերացնելու արդյունքում, որպես ապացույց վարչապետը բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը։ Պետությունը 21.8% մասնաբաժին ունի կոմբինատում։ 2012-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի համեմատ։ Միայն 2024-ին էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետբյուջե։ Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար եւ գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության։ Միայն ԶՊՄԿ-ով 1 միլիարդ դոլար։ 100 միլիարդ դրամի էլ գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորում է իրականացրել պետությունը։ Շատ կարևոր է հասկանալ դրա արդյունավետությունը, որովհետև մենք վերջին տարիներին գյուղատնտեսության զարգացման տեմպի իմաստով բավականին խնդիրներ կան։ Մի հեկտար հողի վրա արդյունավետ գյուղատնտեսություն չի լինելու ուղղակի։ Չի լինելու։ Եկեք էլի գնանք փողը տանք, սերմը տանք, հացը տանք, ջուրը տանք։ Գյուղատնտեսությունը ինքը ծավալ է ենթադրում, որպեսզի դա տեղի ունենա։ Հետևաբար հողերը պետքա խոշորանան։ 1 հեկտարի վրա աշխատող գյուղացիների համար էլ Փաշինյանն առաջարկում է շուկայում կամ այլ ոլորտում աշխատատեղ ստեղծել։ Աղքատությունից դուրս գալու միակ տարբերակն է սա, ըստ վարչապետի, նպաստը չի լուծելու աղքատության հարցը։ Իսկ նպաստը ինչ անում մարդը։ Ինչ նպաստով տենց բան անում, ծաղկում է, զարգանում է, կյանքը վայելում է։ Հա? Ինչ անում նպաստով։ Նպաստով լավ է ապրում։ Փաշինյանի ձևակերպումը հետևյալն է՝ տնից դուրս պետության մեջ պետք է բարեկեցիկ միջավայր ապահովել, ասում է, ցեխակոլոլ գյուղում հնարավոր չէ ոչ աղքատ ապրել։ Երկար քննարկված գույքահարկի թեման Փաշինյանը եւս չշրջանցեց։ Պետական եւ համանքային բյուջեն այնա թե մարդը ոնց է ապրում Հայաստանի Հանրապետությունում։ Հնարավոր չի, որ պետական բյուջեին քիչ փող վճարես եւ լավ ապրես։ Չի կարա այդպիսի բան լինի։ Չի կարա ուղղակի այդպիսի բան լինի։ Աշխատել, նպաստել երկրի բարեկեցությանը։ Ընդհանուր ձևակերպմամբ այսպիսին է Փաշինյանի մոտեցումը. եթե չեք աշխատում, ուրեմն կողմնակի եկամուտ ունեք։ Տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներ է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի, հայտարարել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ մյուս տարբերակները դժվար թե ժամանակի եւ իրականության մեջ աշխատող տարբերակներ լինեն։ Կարծում եմ բացասական ազդեցություն կունենա Գյումրիի հետ կապված բարեփոխումների աշխատանքների հարցում, որովհետեւ մեկժամյա կամ մեկ գիշերվա կոալիցիան դժվար կարողանա ապահովել բնականon գործունեություն։ Սիմոնյանի խոսքով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղը բանտն է եւ այս հարցում իր կարծիքը չի փոխվել։ Թե ով է դրանում մեղավոր, նա նշել է բոլորս։ Ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը 2021 թվականի ընտրություններին զբաղեցրել էր երկրորդ տեղը, 2025 թվականին, այսինքն վերջին ընտրություններին ԿՊ-ն առաջին տեղում է իր հավաքած 36%-ով։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով վերջին թիմ ընտրությունների արդյունքներին եւ հարցին արդյոք 2026-ի ընտրություններին եւս պարտություն չեն կրի։ 2026 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը, որպեսզի հանրության մեծամասնության աջակցությունը 2026 թվականին ժողովուրդը ցույց կտա, թե ինքն ինչ է մտածում եւ ինչ է ուզում, ասել է Ռուբեն Ռուբինյանը։ Ռուսաստանն ակնկալում է, որ ավելի քան 20 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ որպես հյուրեր ներկա կլինեն մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին։ Այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան ուրախ կլինի տեսնել բոլորին, ովքեր պատրաստ են ռուսների հետ միասին նշել այդ շքեղ ամսաթիվը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է նաեւ այն տեղեկությունները, որ Կիևը որոշել է մայիսի 9-ին դիվանագետների շքերթ անցկացնել, որոնք աջակցում են Ուկրաինայի ներկայիս իշխանություններին։ Եվրամիության անդամակցության տեխնացու երկրներին հասկացրել են, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին։ Այս մասին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն։ Շատ քննարկումներ եղան արժեքների ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության համակարգման, այդ թվում պատժամիջոցների մասին։ Այդ թվում Եվրամիության անդամ երկրների շատ հստակ ցուցումը տեխնացու երկրներին չմասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի կայանալիք շքերթին,
չկատարել նման ուղևորություններ, քանի որ դա չի համապատասխանում Եվրամիության արժեքներին, ասել է Բրաժեն։ Ռուսաստանի նախագահը բաց է Ուկրաինայի հետ մշտական խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, նշելով, որ Վլադիմիր Պուտինի հետ կարևոր հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի երկու հիմնական խորհրդականները՝ Յուրի Ուշակովը եւ Կիրիլ Դմիտրիևը։ Ուիթքոֆը խոստովանել է, որ այդ եզրակացությանը գալու համար որոշ ժամանակ է պահանջվել։ Ֆինանսական շուկաները դեռ շոկի մեջ են Թրամփի տարբեր երկրների համար սահմանած մաքսատուրքերի տարիֆներից։ ԱՄՆ արժեթղթերի շուկան, նաև բիթքոյնը արագ արձագանքեցին դրան, անկում գրանցելով։ Բիթքոյնի կուրսն էլ օրինակ 80,000-ի վերևներն էր, այսինքն մոտ 88-89,000 էր հասել։ Հետո այդ հայտարարությունից հետո, երբ որ արդեն շուկան իմացավ, որ այսքան լուրջ ու կտրուկ սուր է տրամադրված Ամերիկայի նախագահը, բիթքոյնի կուրսը իջավ մինչև 74-75,000։ Բայց հիմա էլի անհստակություն կա, թե առաջիկայում ինչ է լինելու։ Մաքսատուրքերի հիմնական նպատակը իրենց մեկնաբանությամբ այն է, որ իրանք վերականգնում են Ամերիկան վերականգնում է առևտրային բալանսը, որ օրինակ չինացիները շատ ավելի շատ ապրանք են ուղարկում Ամերիկա, վաճառում ամերիկացիների վրա, քան թե գնում են Ամերիկայից ապրանքներ։ Հայտնի Cardano blockchain հարթակի հիմնադիր Չարլզ Հոքսինսոնը ամերիկյան CNBC-ին ասել է, լավատես է նա հայտնել է, որ բիթքոյնն այս տարի կարող է հասնել $250,000։ Հոքսինսոնը, ով ավելի քան 1 տասնամյակ աշխատել է կրիպտո արդյունաբերության մեջ եւ աջակցել Ethereum blockchain-ի հիմնադրմանը, կարծում է, որ բիթքոյնը կհասնի $250,000 մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարի։ Միացյալ Նահանգների դաշնային պաուստային համակարգը կիջեցնի տոկոսադրույքները եւ դուք կունենաք շատ արագ էժան փողեր, որոնք կհոսեն կրիպտոարժույթներ։ Կրիպտոարժույթների շուկան լճանալու է առաջիկա 3-ից 5 ամիսների ընթացքում, իսկ հետո աճ կլինի, որը կարող է տևել մոտ 1 տարի։ Եթե մենք տեսնենք տնտեսական պատերազմի սրացում, շատ հավանական է, որ ժամանակավորապես կրիպտո շուկան նույնպես անկում ապրի։ Ոնց որ 2020 թվականին, երբ որ COVID-ը եղավ, այդ ճգնաժամը սկսվեց, այդ ժամանակ բիթքոյնի կուրսը մեկ օրում մոտ 50%-ով անկում ապրեց, երբ որ Ամերիկայի արժեթղթերի շուկան էլ մոտ 10-20%-ով անկում ապրեց, բայց դրանից հետո վերականգնվեցին շուկաները։ ԱՄՆ քաղաքական վերնախավը հայտարարեց, թե տարբեր երկրների համար մաքսատուրքեր սահմանելով առևտրային բալանսը անառողջ տնտեսությունն են առողջացնում։ ԱՄՆ նախագահի վարչակազմը համարում է, որ Միացյալ Նահանգներ Չինաստանից ավելի շատ ապրանք են ներմուծվում, քան այդ երկրից արտահանվում է։ Տնտեսագետների վարկածներից մեկն էլ այն է, որ այս ամենը Թրամփը հատուկ է անում, որ ֆինանսական ճգնաժամ ստեղծի ու լուծի Ամերիկայի գլխին կախված գերխնդիրը։ Այս տարի այդ պետական պարտքի վճարելու զգալի հատվածն է գալիս։ Նրանք փորձում են ճգնաժամ ստեղծելով նվազեցնել Ամերիկայի կենտրոնական բանկի տոկոսադրույքները, որպեսզի պետական պարտքը ավելի ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորեն։ Ֆինանսական աշխարհի փոփոխությունները անդրադարձ են ունեցել աշխարհի միլիարդատերների, խոշոր ընկերությունների եւ բիզնեսի վրա։ Տեսլայի գործադիր տնօրեն Մասկի կարողությունը անցած տարվա նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է $300 միլիարդ։ Տնտեսագետների ձևակերպամբ դա տեղի է ունեցել Թրամփի մաքսատուրքերի կիրառման հայտարարությունից հետո։ Չնայած եկամուտների կորստին, Մասկը շարունակում է հարուստների շարքում առաջատար լինել, առաջ անցնելով Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսին եւ Մետայի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին։ HBO-ն պաշտոնապես հայտարարել է դերասանների առաջին կազմը Հարի Փոթեր սերիալի համար։ Ինչ վերաբերում է Հարի, Ռոնի եւ Հերմիոնայի գլխավոր դերերին, ապա HBO-ն աշնանը հայտնել է բաց քասթինգի մասին, ստանալով ավելի քան 30,000 հայտ։ Սերիալի նկարահանումները նախատեսվում է սկսել այս ամառ։ Թուրքիայում հեռարձակվող առաջին հայերեն-թուրքերեն հեռուստաալիքը Լույս TV-ն X միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակի 4 չարաճճիները սերիալը, իսկ դա կլինի Թուրքիայում հեռարձակվող առաջին հայկական սերիալը։ Այն կհեռարձակվի հայերեն հնչողությամբ եւ թուրքերեն ենթագրերով։ Նշենք, որ Լույս TV-ն հիմնադրել է պոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Ալիքի հեռարձակումներում սովորաբար տեղ են գտնում լրատվական թողարկումներ, մանկական ծրագրեր եւ հասարակական մշակութային կյանքին առնչվող տարատեսակ հաղորդումներ։ Թռչնագրիպն արագորեն ձևափոխվում է, կարող է ավելի վտանգավոր դառնալ մարդկանց համար, նոր հետազոտություններն են վկայում։ Գիտնականների խումբը հայտնաբերել է, որ թռչնագրիպը գնալով ավելի է հմտանում կաթնասուններին վարակելու գործում։ Կենդանիների շրջանում արդեն համարվում է համավարակ։ Հիմա հայտնաբերվում է ավելի խոշոր կաթնասունների մոտ, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, ինչն էլ մեծացնում է մարդկանց շրջանում վիրուսի տարածման հավանականությունը։ Սա հիմա Հայաստանին այնքան էլ չի սպառնում, շտապում են հանգստացնել առողջապահության նախարարությունից
Հայաստանից, ասում են իրավիճակը վերահսկողության տակ է։ Մեր երկրում գործադրված ընդհանուր սուրշնչառական վարակների, ներառյալ գրիպի բոլոր տեսակների համաճարակաբանական դիտարկման համակարգ, որի շրջանակներում մենք իրականացնում ենք տվյալների հավաքագրում դեպքերի վերաբերյալ, այդ թվում դեպքային կետերից, ընտրված բժշկական կազմակերպություններից ստացվում են նմուշներ, եւ այդ նմուշները հնարավորություն են տալիս բարձրաբանելու, թե կոնկրետ ինչ տեսակի սուրշնչառական վարակ, այդ թվում գրիպի որ տեսակն է շրջանառվում Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանում այլ տեսակի վիրուսներ են տարածվում, ասում են մասնագետները, բայց այժմ վիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս տարի շրջանառության մեջ են հիմնականում H1N1 ադենովիրուսը եւ պարագրիպը։ Սեզոնի ընթացքում հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 1 մենք իրականացնում ենք ամենօրյա վերլուծություններ, բարձրաբանելու համար ոչ միայն նախորդ ամսվա, նախորդ շաբաթվա, այլ նաև տվյալ օրվա դեպքերը համեմատում ենք նախորդ օրվա դեպքերի հետ, իրավիճակը շատ ավելի արագ բարձրաբանելու։ Այնուամենայնիվ մասնագետները պարզել են, որ վիրուսի նոր շտամներն ավելի լավ են հաղթում իմունային համակարգին, ինչը կարող է թուլացնել պաշտպանությունը նախորդ վարակների կամ պատվաստումների պատճառով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսի առանցքային գենը փոխվել է։ Այդ գենն օգնում է վիրուսին ներթափանցել կաթնասունների բջիջները եւ շրջանցել իմունային պաշտպանությունը։ Արագությունն է կարևոր գործոնը արագ փոփոխվող վիրուսների կյանքում, իսկ այդ արագությունը կաթնասուններին հասնելու ճանապարհին բարձր է։ Ապրիլի 14-ին 9:47-ին ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Այգեձոր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա եւ 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Նախնական տվյալներով ամուսինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից։ Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հրազդան քաղաքում հակասանիտարական վիճակ է, ժողովրդին հայտնի Չերեմուշկա թաղամասի բազմաբնակարանային շենքերի հարևանությամբ կեղտաջրերը դիտահորերից դուրս են գալիս, ողողում փողոցներն ու լցվում նկուղները։ Արդեն տներում բնակիչները չեն կարող մնալ։ Խցանումն այստեղից սկսվել է, դրա համար այնտեղ չի աշխատում։ Եվ կարող է պատահի, ես ասենք, այս հատվածը փոխենք, այնտեղ հետև գրռալ են գա։ Չդիմանալով գարշահոտին ու հակասանիտարական վիճակին հրազդանցիները մի քանի օր է փորձում են կապ հաստատել Veolia ջուրընկերության հետ, բայց անօգուտ։ Տիրում է ահավոր գարշահոտ վիճակ։ Սա էլ կոչվում է խաղահրապարակ եւ Veolia ջրի փնթի աշխատանքի շնորհիվ կեղտաջրերը նաեւ լցվում են խաղահրապարակներ։ Տեսնում եք ինչ վիճակ է։ Բնակիչները նշում են նաեւ, որ մի քանի անգամ նաև դիմել են Հրազդանի քաղաքապետին, սակայն սա Հրազդանի քաղաքապետի ֆունկցիայի մեջ չի մտնում։ Քաղաքապետն անում լրիվ։ Մենա տես։ Լրիվ քաղաքապետի արած։ Հրազդանցիներն ասում են քաղաքապետը ինչ կարողացել արել է, բայց հիմնական գործառույթը Veolia ջրինն է։ Զայրացած քաղաքացիները վստահեցնում են, որ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, իրենք վճարումներ այլևս չեն կատարի։ Ապրիլի 15-ին խոշոր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքում, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո մեքենաներից Porsche հայտնվել է ճանապարհի մեջտեղում։ Վթարը տեղի ունեցել ժողովրդին հայտնի Թոխմախի գայի տեխաս մոտորների տեղում։ Ապրիլի 14-ին կրակոցներ են հնչել մայրաքաղաքում, վիրավոր կա, նա հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել, սակայն հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ որևէ բան հայտնել։ Իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան 13 հասցեի մոտից։ Դեպքի վայր են ժամանել քրեական եւ համայնքային ոստիկանները, ինչպես նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Տեղում էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի 2 տեղակալները, Երևանի քրեական վարչության եւ Էրեբունու բաժնի պետերը, սակայն դեպքի վայրում կրակված պարկուճ կամ պարկուճներ, ինչպես նաեւ գնդակ չեն հայտնաբերվել։ Հանգամանքները պարզվում են, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզվում են վիրավորի ինքնությունը, ամենայն դեպս այս վայրում, որտեղ ենթադրյալ տեղի են ունեցել կրակոցները, 3 կրակոց, ոստիկաններն ու պարեկները, քննիչները պարկուճ, գնդակ չեն հայտնաբերել։
Ապրիլի 14-ին 36-ամյա նվերը Infinity of Tallinn դաշտադեմ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին ու շրջվել։ 2 հոգի տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարության Թալինի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Վարորդը եղել է սթափ։ Ապրիլի 14-ին 39-ամյա Վազգենը Սուզուկիով Երևան-Գյումրի ճանապարհին Լանջիկի վարչական տարածքում առադյան ու մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Վարորդին առաջին օգնության են հասել 2 երիտասարդ, ապա ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Մեքենայի անվադողերը ձմեռային են եղել, իսկ վթարի պատճառը չմաքրված ճանապարհը։